Ինչպես բարձրացնել հաշվի անվտանգությունը։ Ընկերներ, այսօր կսովորենք տիրապետել օնլայն հաշիվների անվտանգության հիմնական սկզբունքներին և պրակտիկ մեթոդներին անձնական տվյալների և ֆինանսական ակտիվների պաշտպանության նպատակով։ Մեր այսօրվա հարցը տեղադրել և կարգավորել աուտենտիֆիկատորը, միացնել երկփուլային նույնականացումը, ստեղծել գաղտնաբառեր և պահուստային կոդեր հաշվի լրիվ պաշտպանության համար։ Մեզ ապահովելու համար մեր հաշվի անվտանգությունը անհրաժեշտ է լինելու կամ համակարգիչ և հեռախոս, կամ ուղղակի հեռախոս։ Դրա համար ձեզ ցույց կտամ այս ամենը հեռախոսային տարբերակի օգնությամբ։ Եկեք հասկանանք ինչպես բարձրացնենք մեր անվտանգությունը։ Դրա համար անցնում ենք վերևի ձախ անկյունում մարդուկի նշանի վրայով։ Սեղմում ենք մարդուկի նշանը, վերևի աջ անկյունում կտեսնենք 6-անկյան նշան։ Սեղմում ենք 6-անկյան վրա և այստեղ կտեսնենք ընկերներ «Безопасность բաժինը», «Подключить двухфакторную վերիֆիկացիա», սեղմելու ենք «Подключить»։ Մեզ ընկերներ, այստեղ ցույց է տալիս մի քանի տարբերակ մեր ակաունտը ակտիվացնելու համար։ Առաջինը изменить пароль։ Ստեղծվում է այս parole-ը այն ժամանակ, երբ որ մենք մուտք ենք գործում նույն parole-ն է, որը որ դրված է մեր մեյլի վրա։ Էլեկտրոնային պոչտան, ընկերներ, այն էլեկտրոնային հասցեն է, որով դուք գրանցվել եք այստեղ հասցեում։ Մոբիլնի տարբերակի վրա կարող եք տեղադրել նաև ձեր հեռախոսահամարը, դա ոչ մի բանով չի վնասի, կարող եք տեղադրել։ Եվ մեզ անհրաժեշտ է լինելու 4-րդը, այսինքն Google Authentication-ը, պետք է միացնենք երկփուլային անվտանգությունը Authentication-ի կողքի սլաքի վրա։ Մեզ մոտ բերում է հետևյալը, ընկերներ, մեր էլեկտրոնային հասցեին հենց հիմա կգա հաղորդագրություն կոդի տեսքով, եկեք անցնենք տեսնենք, այո, եկավ արդեն 834 313, 834 313։ Անցնում ենք առաջ, սեղմում ենք Продолжить և մեզ մոտ հայտնվում է ընկերներ կոդ։ Կոպիրovat ենք անում այս կոդը և սեղմում ենք Далее։ Դուրս ենք գալիս մեր Bybit հավելվածից առհասարակ։ Մտնում ենք Google Authenticator ծրագիրը, որը նախապես պետք է ներբեռնել ձեր հեռախոսների մեջ։ Ներբեռնելուց հետո ընկերներ ներքևի աջ անկյունում կտեսնեք պլյուսի նշանը։ Սեղմելով պլյուսի նշանի վրա ձեզ առաջարկվելու է երկու տարբերակ, կամ բանալիով կամ QR կոդով։ Ընտրում եք առաջի տարբերակը, այսինքն բանալիով։ Մեզ մոտ բերում է 3 դաշտ։ Առաջի դաշտում գրում եք ուղղակի Bybit, որպեսզի պատկերացնեք, որ ձեր աուտենտիֆիկատորը տեղադրվում է Bybit հավելվածի վրա։ Հնարավոր է օրինակ ձեր բանկային հավելվածների վրա կամ այլ ֆինանսական գործիքների վրա նույնպես ցանկանաք տեղադրել երկփուլային անվտանգություն չխառնելու կոդերը չխառնելու նպատակով։ Երկրորդ դաշտում ընկերներ տեղադրում ենք այն կոդը, որը մենք արդեն ներբեռնել էինք հեռախոսի մեջ։ Եվ երրորդ դաշտում ոչ մի բան չփոխելով սեղմում ենք Add։ Մեզ մոտ ընկերներ, ինչպես որ տեսնում եք, իմ երրորդ դաշտում Bybit կոչվող դաշտում ավելացվեց կոդը։ Հիմա այս կոդը մեկ անգամ սեղմում եմ, ինքը անում է copy։ Հետ եմ վերադառնում Bybit հավելված, այստեղ տեղադրում եմ տվյալ կոդը և վերջ ընկերներ իմ երկփուլային անվտանգությունս արդեն անցած է։ Եվ եթե ես նաև անցնեմ նույնականացումը, որը դեռ անցած չի, նաև իմ ուռվին безопасностին սրեդնից կբարձրացնի մինչև վիսոկի։ Ինչ արեցինք ընկերներ, մենք այսօր տեղադրեցինք աուտենտիֆիկատոր, միացրեցինք երկփուլային նույնականացումը մեր հաշիվների վրա։ Ստեղծել գաղտնաբառեր սովորեցինք և պահպանել պահուստային կոդերը անվտանգ միջավայրում։